Բարի երեկո, Ազատության լրատվական կենտրոնը սկսում է աշխատանքը ուղիղ եթերում նախորդ թեմաները։ Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխություններ կնախաձեռնի, եթե սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչի խաղաղության պայմանագիրը։ Երևան են ժամանել Սլովակիայի վարչապետը, Ֆրանսիայի արտգործնախարարը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Խորհրդարանը հետաձգել է գումարի դիմաց բանակում ծառայությունը կրճատող աղմկահարույց օրինագծի քննարկումը։ Դոնալդ Թրամփը քննադատել է Վլադիմիր Պուտինին, Ռուսաստանը լայնածավալ հարվածներ է հասցնում Ուկրաինային։ Քաղաքապետարանը երկրորդ անգամ պարտվում է դատարանում, արդյոք կչեղարկվի կարմիր գծերի թանկացումը։ Մեկնարկել է Երևանյան երկխոսություն համաժողովը, Հայաստան են ժամանել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, բոլոր քննարկումների առանցքում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրն է։ Սկսենք վարչապետի ելույթից, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կատարել Ադրբեջանի նախապայմանը ու փոխել սահմանադրությունը միայն մի դեպքում։ When Constitutional Court would decide that peace agreement isn't compliant with our constitution, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, եթե սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում Հայաստանի սահմանադրությանը, ապա այդ դեպքում ինքը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ եւ կհամոզի Հայաստանի ժողովրդին, որ դա պետք է երկարատև խաղաղության համար։ Վարչապետն իհարկե հղում անելով փորձագետներին քիչ հավանական համարեց, թե դատարանը խաղաղության պայմանագրի տեքստը հակասահմանադրական կճանաչի, հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ եզրակացությունից հետո, բայց ինչպես Փաշինյանն ընդգծեց, դատարան է։ And we will persuade our society. Կփորձենք եւ կհամոզենք մեր հասարակությանը, որ այդ փոփոխությունը արվի տևական եւ երկարատև խաղաղության հասնելու համար։ This peace process and peace agreement must not be missed. Իդեպ Փաշինյանն արդեն իսկ նախաձեռնել է նոր սահմանադրության մշակումը, այն ըստ Արդարադատության նախարարի պատրաստ կլինի 2026-ին, բայց թե երբ կդրվի հանրաքվեի, պարզ չէ։ Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը, պահանջելով Հայաստանից փոխել երկրի մայրօրենքը։ Բաքուն պնդում է, թե Հայաստանի սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ է պարունակում, պահանջելով փաստաթղթից հանել անկախության հռչակագրի հղումը, որտեղ հիշատակում կա Հայաստանի եւ Ղարաբաղի միավորման մասին։ Փաշինյանն այսօր Երևանյան երկխոսություն երկրորդ միջազգային ֆորումում հայտարարեց, միակ կառույցը, որը պաշտոնապես կարող է հայտարարել, թե ինչ է պարունակում եւ ինչ չի պարունակում Հայաստանի սահմանադրությունը, սահմանադրական դատարանն է։ The only institution that can officially declare is the Constitutional Court. Միաժամանակ ցույց տալու համար, որ Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ, վարչապետը մանրամասն ներկայացրեց խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի որոշ դրույթներ, պնդելով, թե դրանք փարատում են Ադրբեջանի մտահոգությունները։ Փաշինյանը նշեց, որ այդ փաստաթղթում որպես կարևորագույն սկզբունք ներառված է Ալմա-Աթայի հռչակագիրը, որն արդեն իսկ անցյալ տարի Հայաստանի սահմանադրական դատարանը ճանաչել է Հայաստանի սահմանադրությանը համապատասխանող, երբ ուսումնասիրում էր սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։ According to our Constitutional Court, Alma-Ata Declaration. Համաձայն մեր սահմանադրության Ալմա-Աթայի հռչակագիրը ամբողջովին համապատասխանում է Հայաստանի սահմանադրությանը։ Which means that there is no territorial claim in the Constitution of Armenia. Որը նշանակում է, որ Հայաստանի սահմանադրության մեջ չկա տարածքային պահանջ որևէ հարևանի նկատմամբ, քանի որ Ալմա-Աթայի հռչակագիրը նշանակում է, որ անկախ Հայաստանի եւ անկախ Ադրբեջանի տարածքը նույնն են, ինչ համապատասխանաբար Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի տարածքները։ Փաշինյանը նշեց, թե սա ամենը չէ, խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում դրույթ կա, որով կողմերը հաստատում են, որ նախկին խորհրդային հանրապետությունների միջև վարչական սահմանները դառնում են անկախ պետությունների միջազգային սահմաններ եւ որ կողմերը ճանաչում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը եւ միմյանց քաղաքական անկախությունը։ Հայաստանի վարչապետը հղում արեց խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի եւս երկու դրույթների։
Կողմերը հայտարարում են, որ միմյանց նկատմամբ չունեն որևէ տարածքային պահանջ եւ ապագայում չեն ներկայացնելու նման պահանջներ։ Պայմանագրի տեքստում մեկ այլ կարևոր դրույթ էլ կա, համաձայն որի կողմերը չեն կարող ներպետական օրենսդրությունը վկայակոչել որպես հիմնավորում խաղաղության պայմանագիրը չկատարելու համար։ Փաշինյանն ընդգծեց, այս նրբությունները շատ կարևոր են եւ Հայաստանի օրենսդրության համաձայն խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո այն պետք է ուղարկել Սահմանադրական դատարան, ստուգելու պայմանագրի համապատասխանությունը Հայաստանի Սահմանադրությանը։ Եթե դատարանը որոշի, որ փաստաթուղթը ամբողջովին համապատասխանում է Հայաստանի մայր օրենքին, ապա այդ պարագայում որևէ խոչընդոտ չի լինի այն ազգային ժողով վավերացման ուղարկելու ճանապարհին։ Փաշինյանը շեշտեց, վավերացումից ու նախագահի ստորագրումից հետո այդ փաստաթուղթը կունենա ամենաբարձր իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթը Հայաստանում։ Սա շատ լավ լուր է, քանի որ նշանակում է, որ խաղաղության պայմանագիրը կլուծի բոլոր մտահոգությունները, որոնք Ադրբեջանը կարող է ունենալ եւ ունի ներկայումս։ Ուստի ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից բարձրացած խնդիրների լուծման ճանապարհը պայմանագրի ստորագրումն է, ոչ թե չստորագրումը։ Is to sign the agreement rather than not to sign it. There is no any chance not to delivering the concerns of Azerbaijan. Հնարավորություն չկա, որ չկատարվեն Ադրբեջանի ակնկալիքները, եթե ստորագրվի պայմանագիրը։ 100%-ով վստահ կարող ենք լինել, որ բոլոր մտահոգությունները կփարատվեն եւ դրա համար խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի։ The peace agreement should be signed. Ծավալուն ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի մյուս պահանջին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ The agenda of dissolution of OEC Minsk group is acceptable for us. Հայաստանի վարչապետը վերահաստատեց Մինսկի խմբի լուծարման օրակարգը ընդունելի է իր համար, բայց մյուս կողմից ուզում են հավաստիանալ, որ Ադրբեջանը մտադրություն չունի իր տարածքում հակամարտությունն ավարտել եւ այն տեղափոխել Հայաստանի տարածք։ Դժբախտաբար վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է Հայաստանի ինքնիշխան տարածքի 60%-ը անվանել Արևմտյան Ադրբեջան։ Մենք բազմիցս ասել ենք, չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ զուգահեռաբար դիմել ԵԱՀԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցները լուծարելու հարցով։ Դա կառուցողական մոտեցում է ունենալ երկու փաստաթուղթ սեղանին եւ ստորագրել դրանք միաժամանակ, նույն պահին, նույն վայրում։ In the same time, in the same place. Փաշինյանի այս հայտարարությունից անմիջապես հետո Ալիևն այսօր կրկին Հայաստանն անվանեց Արևմտյան Ադրբեջան, խոսեց ադրբեջանական պատմական հողերի մասին, որտեղից արտաքսվել են իր հայրենակիցները։ Ջնջվում է ադրբեջանցիների հետքը նրանց պատմական էթնիկ տարածքից, ասել է Ադրբեջանի նախագահը, որը Երևանից պահանջում է քննարկումներ սկսել ադրբեջանցիների վերադարձի շուրջ։ Բաքուն նաև շտապել է ուղիղ արձագանքել վարչապետ Փաշինյանին, պնդելով, թե նրա այսօրվա հայտարարությունները կասկածի տակ են դնում Հայաստանի հակվածությունը խաղաղությանը։ Ադրբեջանի արտգործնախարարությունից ընդգծել են, որ Արևմտյան Ադրբեջանի հարցը ոչ թե տարածքային պահանջի, այլ մարդու իրավունքների խնդիր է եւ ուղղված է Հայաստանի կողմից էթնիկ զտման ենթարկված ադրբեջանցիների խաղաղ ու անվտանգ արժանապատիվ վերադարձի ապահովմանը։ Իդեպ Երևանյան համաժողովի մասնակիցների ցանկում բրիտանացի փորձագետ Քրեգ Օլիֆանտի անունն էր, բայց վերջին պահին նա դուրս մնաց հյուրերի շարքից, մի խումբ իրավապաշտպաններ քննադատել էին արտգործնախարարության որոշումը նրան Երևան բերել։ Օլիֆանտը 1.5 ամիս առաջ Ստեփանակերտում Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած ֆորումին էր մասնակցել, լսել Իլհամ Ալիևի սպառնալիքները Հայաստանի հասցեին։ Այս դեպքում Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն ոչինչ չի անում այն բոլոր գործողությունների դեմ, որոնք խախտում են միջազգային դատարանների որոշումները, այդ թվում մեր բնակավայրերի ոչնչացումը, բնակելի թաղամասերի ոչնչացումը, տների յուրացումը, ապօրինի բնակեցումը եւ այլն եւ այլն։ Այդ թվում Արցախի պետական համալսարանի շենքի յուրացումը ապօրինի, այլ նաեւ այսպես ասեմ, հեչերիկ իրենք նաև հրավիրում են Երևան այն անձանց, որոնք մասնակցում են Ալիևյան ռեժիմի Արցախի ժողովրդի դեմ տեղի ունեցած միջազգային հանցագործությունների միջազգային լեգիտիմացման ջանքերի։ Տվյալ դեպքում Քրեգ Օլիֆանտը այդ մարդկանցից է։ Եվ այստեղ մենք սկզբունքային խնդիր ենք տեսնում, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն նման մարդկանց չպետք է հրավիրեն Հայաստանի Հանրապետություն, այլ բոլոր անձանց կազմակերպություններին, որոնք
մաս են կազմում միջազգային հանցագործությունների լեգիտիմացման, պետք է անընդհատ նոտաներ հղեն, այդ թվում պետությունների պաշտոնյաներին, նոտաներ հղեն, որ իրենք ապօրինի միջազգային կարգին եւ Հայաստանի Հանրապետության հայցերի հիման վրա կայացված միջազգային դատական որոշումներին դեմ քայլեր են անում։ Այսինքն այստեղ մենք սկզբունքային խնդիր ենք տեսնում, որ փաստացի ոչ միայն Հայաստանի իշխանությունները ցուցաբերում են անգործություն, այլ Հայաստանի իշխանությունները ակտիվ գործողություններով նպաստում են Ալիևյան ռեժիմի Արցախի ժողովրդի դեմ իրականացրած հանցագործությունների լեգիտիմացման ջանքերի։ Խաղաղության պայմանագրի թեման չի շրջանցվել նաև Երևանյան համաժողովի Եվրոպացի մյուս հյուրի Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի և Հայաստանի պաշտոնակից Միրզոյանի բանակցություններում։ Փաստաթղթի բոլոր կետերը Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են, բայց այն չի ստորագրվում Ադրբեջանի նախապայմանների պատճառով։ Հայաստանի սահմանադրության փոփոխության ադրբեջանական նախապայմանը Երևանի համար ընդունելի չէ։ Ֆրանսիացի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց արտգործնախարարը, պատասխանելով ազատության հարցին, երբ Ադրբեջանը պնդում է խաղաղության պայմանագրի ստորագրման համար նախապայմանները, հայ ու ադրբեջանցի պաշտոնյաներն այժմ ինչ հարցեր են քննարկում, այդ նախապայմանների կատարումը, թե դրանցից հրաժարումը։ Նախագծի համաձայնեցումից հետո թե երկրների ղեկավարների, թե արտգործնախարարների մակարդակով հանդիպումներ եղել են, բայց Բաքուն 2.5 ամիս է չի նահանջում։ Ըստ Արարատ Միրզոյանի, եթե Բաքվի մտահոգություններն անկեղծ են, թե Հայաստանի սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան, դրանք փարատելու ամենաուղիղ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստորագրումն է, որոնց մեջ կա միմյանցից տարածքային պահանջներ չունենալու կետ։ Քննարկումները կարող են գնալ ոչ անպայման, դուք մի քիչ ծայրահեղ որակեցիք ընդունել պայմանները կամ ամբողջապես մերժել դրանք, մենք պետք է ներկայացնենք մեր փաստարկները, լսենք ադրբեջանական կողմին եւ փորձենք այնուամենայնիվ լուծում գտնել եւ հենց սա էլ ընդհանրապես որևէ հարցում բանակցությունների իմաստն է։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի ստորագրման համար Բաքվի մյուս Մինսկի խմբի լուծարման պահանջին, արտգործնախարարն այսօր էլ ասաց օրակարգը Հայաստանի համար քննարկելի է, բայց Հայաստանը դա կամ պայմանագրի ստորագրումից հետո կամ միաժամանակյա գործընթաց է պատկերացնում։ Եթե կարողանանք պայմանավորվածություններ ձեռք բերել առաջիկայում նախարարական մակարդակով, վարչապետի նախագահի մակարդակով նոր հանդիպումների, որտեղ կարող ենք ելի լուծում քննարկել ավելի ֆունդամենտալ կերպով քննարկել, քան դա թույլ են տալիս միջազգային օրինակ ֆորմատները ժամանակի տեղի առումով, ապա իհարկե մենք կարող ենք ողջունել միայն եւ մենք կողմ ենք այդպիսի հանդիպումների։ Ֆրանսիան իր արևմտյան գործընկերների հետ սպասում է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ En Arménie, je suis donc venu réaffirmer le soutien de la France. Ես եկել եմ Հայաստան եւս մեկ անգամ նշելու Ֆրանսիայի աջակցությունը, որը հանրապետության նախագահը ցանկացել է, որ լինի անխախտ։ Առաջին հերթին աջակցություն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրին, որը դժվարին բանակցությունների միջոցով ի վերջո համաձայնեցվել է։ Ինչպես իմ գործընկեր Մարկո Ռուբիոն է ասել, ժամանակն է այն ստորագրելու եւ վավերացնելու։ Ահա ինչ են սպասում Ֆրանսիան, Միացյալ Նահանգներն ու Եվրոպան։ Աջակցություն Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Հարկ է նշել նաև մեր պաշտպանական համագործակցությունը, լինի դա վերապատրաստումը, թե զինամթերքի տրամադրումը։ Այս ամենի նպատակն է տալ Հայաստանին հնարավորություն ապահովելու իր պաշտպանությունն ու իր ինքնիշխանությունը։ De notre coopération de défense avec l'Arménie, qu'il s'agisse de la fourniture d'équipements. Թե Ժան-Նոել Բարոն, թե Արարատ Միրզոյանը հայտարարեցին հայ-ֆրանսիական հարաբերություններին նաև փաստաթղթով ռազմավարական բնույթ տալու մտադրության մասին։ Վերջին պատերազմից հետո Ֆրանսիան Հայաստանի զենքի առանցքային մատակարարներից մեկն է դարձել, ինչին խիստ ընդդիմանում են Ադրբեջանն ու Ռուսաստանը։ Et déjà très largement stratégique. Երկու երկրների եւ ժողովուրդների միջև արդեն մեծապես ռազմավարական են հարաբերությունները։ Իմ պաշտոնակից Արարատի հետ մտադիր ենք այս ամենը թղթին հանձնել, նախապատրաստելով ռազմավարական գործընկերություն, որը պարզապես ավելի ֆորմալ բնույթ կհաղորդի արդեն գոյություն ունեցող հարաբերություններին, բայց նաև նախանշելու ապագա տասնամյակների համար այլ ծրագրեր ու նախագծեր, այդ թվում պաշտպանության ոլորտում։
collectivités territoriales françaises. Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը նաև վիզաների ազատականացմանը խաղաղության եվրոպական գործիքի միջոցով Հայաստանին աջակցելու խոստում հնչեցրեց։ Ասուլիսում նաև հայտարարվեց Հայաստանը ֆրանսիական ընկերությանն է վստահել կենսաչափական անձնագրերի թողարկումը, բայց թե երբ հայաստանցիներն առանց մուտքի արտոնագրի դեպի Եվրոպա կճամփորդեն, ժամկետներ չհնչեցին։ Միրզոյանի փոխանցմամբ բանակցությունները սկսված են, բայց նաև կան տեխնիկական հարցեր, որոնք պետք է լուծվեն, ընդ որում դրանց մի մասը Հայաստանի պարտավորություններն են ըստ նրա։ Խոսեցին բիոմետրիկ անձնագրերից, սա միայն մեկն է այն անելիքներից, որոնք պետք է ապահովվեն, որպեսզի Հայաստանը եւ Եվրոպական միությունը միասին կարողանան այդ որոշմանը գալ, այսինքն այստեղ բանակցությունները միայն միմյանց համոզելու մասին չեն, այլ նաև պատկերացնելու են ճանապարհ, այն քայլերը, որոնք պետք է արվեն երկու կողմերի կողմից։ Descendre sur Erevan sous le regard du mont Ararat que nous laissions à bâbord, je me disais qu'il était temps. Ինչպես Ժան Նոել Բարոն նշեց, Երևան վայրեջքի ժամանակ Արարատ լեռան հայացքի ներքո է մտածել, որ ժամանակն էր պատասխանելու Արարատ Միրզոյանի Հայաստան գալու հրավերին։ Սա Ֆրանսիայի արտգործնախարարի պաշտոնում Ժան Նոել Բարոյի առաջին այցն է Հայաստան։ Իդեպ մի խումբ արևմտամետներ այսօր արտգործնախարարության շենքի դիմաց շնորհակալություն Ֆրանսիա գրությամբ պաստառներով դիմավորեցին ֆրանսիացի արտգործնախարարին։ Նույն այս գործիչները անցած շաբաթ Պուտին մարդասպան գրությամբ պաստառներ էին պարզել Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Լավրովի այցի ընթացքում։ Եվ խաղաղության պայմանագրի հեռանկարն այժմ քննարկելու ենք քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ։ Շնորհակալություն։ Վարչապետը զիջման ինչ-որ տեղ է բացում, երբ ասում է, որ կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ միայն մի դեպքում, եթե խաղաղության պայմանագիրը, սահմանադրական դատարանը ճանաչի հակասահմանադրական։ Նախ սրանով կարծես թե ակամա խոստովանում է, որ սահմանադրության փոփոխությունը կամ այդ հարցը ընդհանրապես օրակարգ բերելը պայմանավորված էր հենց Ադրբեջանի պահանջով։ Մենք հիշում ենք, որ թե Նիկոլ Փաշինյանը, թե նաև մեծամասնության մնացյալ ներկայացուցիչները պարբերաբար խոսում էին, որ դա ոչ թե Ադրբեջանի պահանջով բերված հարց է կամ դրանից բխած հարց, այլ բացառապես ներքին օրակարգ է։ Հիմա հարց է առաջանում, եթե դա ներքին օրակարգ է, ապա ինչ կապ ունի սահմանադրական դատարանը կհամարի պայմանագիրը սահմանադրությանը համապատասխան, թե ոչ։ Եթե ներքին օրակարգ է, ապա այդ օրակարգը իր տրամաբանական ընթացքը պետք է ունենա եւ ավարտ ունենա։ Հիմա Նիկոլ Փաշինյանը խոսում է, որ ինքը կնախաձեռնի սահմանադրության փոփոխություն, եթե սահմանադրական դատարանը չտա հավանություն եւ համարի, որ սահմանադրությանը հակասում է խաղաղության պայմանագիրը։ Սա խոստովանություն է ակամա, որ հենց Ադրբեջանի պահանջով է հարցը բերվել օրակարգ։ Ինչ է ուզում Երևանը հիմա, ըստ իս Երևանը ուզում է, որպեսզի մինչև խորհրդարանի ընտրություն կնքվի այդ պայմանագիրը, ստորագրվի պայմանագիրը, որը հնարավորություն կտա այդ հանգամանքը ներկայացնել որպես ձեռքբերում, որպես խաղաղության օրակարգի կոնկրետ արդյունք եւ ակնկալել դրա էլեկտորալ էֆեկտ արդեն Հայաստանի ներսում։ Եվ սրա մասին է վկայում նաև այն, ինչ խոսել էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեռևս Անտալիայի դիվանագիտական ֆորումի օրերին, երբ նա թուրքական մեդիայի ներկայացուցիչներին տված հարցազրույցում նշում էր, որ Հայաստանի Հանրությունը աջակցում է խաղաղության օրակարգին, բայց եթե այդ օրակարգը չտա կոնկրետ արդյունք, չունենա կոնկրետ արդյունք, ապա Հայաստանի Հանրությունը կրկին կարող է աջակցել կոշտ մոտեցումներին, կոշտ օրակարգերին։ Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ նախընտրական ակնկալիք կա որևէ արդյունք ստանալ, եւ հիմա Երևանը կարծում եմ քննարկում է այդ հարցերը Ադրբեջանի հետ։ Հետևյալ տրամաբանությամբ թերևս արդյոք Ադրբեջանը ուզենա, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը խնդիրներ ունենա նախընտրական առումով, խնդիրներ ունենա խորհրդարանի ընտրությանը ցանկալի արդյունքի եւ մեծամասնությունը պահպանելու առումով, թե պատրաստ է որոշակիորեն օժանդակել, որպեսզի այդ արդյունքը ներկայացվի հանրությանը եւ ըստ այդմ նաեւ դա ծառայեցվի ցանկալի խորհրդարանական ընտրությանը ցանկալի արդյունք ստանալու գործին։ Բայց մյուս կողմից համենայն դեպս միջազգային փորձը ցույց է տալիս, որ նախընտրական շրջանում այս մասշտաբի փաստաթղթեր չեն ստորագրվում, այն իմաստով, որ դա համարվում է հնարավոր հեռացող իշխանություն եւ հա Ադրբեջանն էլ կարող է ասել, սպասենք տեսնենք ինչ կլինի 26-ի հունիսին, գուցե նոր ուժ է գալիս իշխանության, նոր միայն կքննարկենք այդ հարցը։ Անշուշտ Ադրբեջանը փորձելու է առավելագույնս թանկ գին կորզել այդ համաձայնեցված տեքստից։
Եվ սա է պատճառը նաև, որ Բաքուն տեքստը համաձայնեցնելով, այսինքն ստանալով իր մոտեցումների հանդեպ Երևանի համաձայնությունը, այդուհանդերձ չի գնում ստորագրման եւ հավելյալ պայմաններ, նախապայմաններ է առաջ քաշվում եւ բնական է ձգտելու են նաև այս իմաստով կորզել առավելագույնը։ Եթե իհարկե Ադրբեջանը անգամ համաձայնի որևէ ստորագրությամբ աջակցել Երևանին էլեկտորալ շրջանակներին կոնկրետ արդյունք ներկայացնելու համար, բնական է այդ աջակցության դիմաց ակնկալելու են շատ ավելի, այսպես ասենք, շռայլություն Հայաստանից իրենց պայմանների եւ մոտեցումների հանդեպ։ Շնորհակալ եմ մեկնաբանության համար։ Ես եմ շնորհակալ։ Ֆրանսիայի արտգործնախարարն այսօր այցելել է Ցեղասպանության հուշահամալիր, որտեղ հուշապատին ավելացվել է Դարտիշ Դյուֆուրնեի անունը, ֆրանսիական ռազմական նավատորմի բարձրաստիճան սպան 1915 թվականի աշնանը տալհանել էր Մուսալեռի 40-օրյա ինքնապաշտպանության 4000 մասնակիցներին, փրկելով նրանց թուրքական ուժերից։ Ցեղասպանությունից 110 տարի անց մենք հիշում ենք Մուսալեռան հայերին, այն գյուղերի բնակիչներին, որոնք լսելով աքսորի հրահանգը որոշեցին դիմադրել։ Երբ նրանց մոտ արդեն սպառվում էին ուժերը, սնունդն ու ռազմամթերքը, նրանք սավաններից պատրաստված դրոշներ բարձրացրին եւ հայացքն ուղղեցին դեպի ծովը։ Ֆրանսիական նավերն էին, որ նրանց օգնության ձեռք մեկնեցին։ Փոքրիկ մուսալերցիները, որոնց ձեռքից ձեռք էին փոխանցում ալիքների վրա, երբեք չեն իմանա, թե ինչ վտանգից են փրկվել։ Այսպես էր գրում ծովակալ Լուի Դարտիշ Դյուֆուրնեն, որին հարգանքի տուրք ենք մատուցում այսօր։ Նա գործել է առանց հրահանգի, անցալով իր խղճին ու ֆրանսիացի սպայի իր պատվին։ N'écoutant que sa conscience et son honneur d'officier français. Իհարկե ցեղասպանության պատմությունը առաջին հերթին ողբերգության պատմություն է, բայց մյուս կողմից նաև հույսի, որովհետև կան նաև այս մարդիկ։ Եվ ահա ադմիրալ Դյուֆուրնեն եւ մյուսները, որոնք փրկում էին ցեղասպանության ենթարկվող հայերին, դա արել են վտանգելով իրենց կյանքը, իրենց կարիերան, եւ սա է, որ մեզ բոլորիս շարունակում է ստիպել հավատալ մարդկությանը։ Ադմիրալ Դյուֆուրնեն չսպասեց հրամանին, չենթարկվեց հրամանին, նա որոշեց գործել եւ սա առաջնորդության բացառիկ դրսևորում է։ Հայաստան ժամանած Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը անդրադարձել է ռազմարդյունաբերական ոլորտում հնարավոր համագործակցությանը, փակագծեր չեն բացվել։ Սլովակիան վաղուց զենք է վաճառում Ադրբեջանին, Ֆիցոյի տեղակալը վերջերս նույնիսկ շնորհավորել էր Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի գրավման առթիվ։ Մենք քննարկեցինք ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները եւ այդտեղ նույնպես տեսնում ենք որոշակի հնարավորություններ։ Մենք շատ բաց քննարկեցինք պաշտպանության արդյունաբերությունը, պաշտպանական արդյունաբերությունը։ Ես ասացի, եւ դու կտակ կգնամ իմ ասածը, եթե մենք չարտադրենք զենք, մեկ ուրիշը դա կանի եւ մենք ստիպված կլինենք գնել։ Եթե մենք պետք է շատ գումար ծախսենք մեր պաշտպանության վրա, ապա անենք այն ինչ մենք կարող ենք անել որպես փոքր երկրներ, գտնենք ապրանքներ, որոնք մեր կարիքները կբավարարեն եւ միևնույն ժամանակ այս համագործակցությունը մեզ չի ստիպի գնել ուրիշ խոշոր գործընկերներից, հյուսիսատլանտյան դաշինքից, պարոն վարչապետին տեղեկացրեցի երկակի օգտագործման նախագծերի մասին, մեր ռազմական բյուջեում ունեցած ֆինանսավորումը հաշվի ունենք, նախագծում ենք ծրագրեր, օրինակ հիվանդանոցներ կամ ճանապարհների վերակառուցում, կամուրջների վերակառուցում։ Ես հավատացած եմ, որ բանակին անհրաժեշտ է ենթակառուցվածք, ոչ միայն զենք, ինչպես մենք անցյալում ենք տեսել։ Լրատվական կենտրոնը շարունակվում է, օրվա լուրերին կարող եք հետևել նաև մեր Telegram-ի ալիքում, իսկ թողարկման երկրորդ հատվածի թեմաներն են։ Խորհրդարանը հետաձգել է գումարի դիմաց բանակում ծառայությունը կրճատող աղմկահարույց օրինագծի քննարկումը։
Դոնալդ Թրամփը քննադատել է Վլադիմիր Պուտինին, Ռուսաստանը լայնածավալ հարվածներ է հասցնում Ուկրաինային։ Քաղաքապետարանը երկրորդ անգամ պարտվում է դատարանում, արդյոք կչեղարկվի կարմիր գծերի թանկացումը։ Ազգային ժողովն այսօր անակնկալ հետաձգել է աղմկահարույց օրենքի քննարկումը, նախորդ շաբաթ դրան դրական եզրակացություններ տվել կառավարությունը։ Քաղաքացիական պայմանագրից Հայկ Սարգսյանի այս նախաձեռնությունը նախատեսում է գումարի դիմաց կրճատել ծառայությունը բանակում։ Իրավապաշտպանները համոզված են, որ սոցիալական բևեռացումը խիստ խորանալու է, աղքատների բանակ են կունենալու։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ։ Ազգային ժողովի պաշտպանության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստը, որտեղ պետք է քննարկվեր գումարի դիմաց զինծառայության ժամկետը կրճատելու աղմուկ հանած օրինագիծը, այսօր չեղարկվեց։ Թե ինչու չեղարկվեց նիստը, հակասական պատճառներ բերվեցին։ Պատճառը կայանում է նրանում, որ հրատապ քննարկման հարցեր կան։ Բովանդակային հետաձգման հարց չկար, ենթադրում եմ անակնկալի էին եկել, որովհետև այն ներկայությունը, որ կար հանձնաժողովում, օրենսդրական նախաձեռնությունը դրական կարծիք չէր ստանալու, որտեղ ընդդիմության 4 ներկայացուցիչները բոլորը ներկա էին եւ դրա համար շատ անակնկալ վիճակում ենթադրում եմ, որ դրա համար հետաձգեցին։ Ոչ, պատճառը դա չէ, պատճառը կայանում է նրանում, որ այս նախագիծը շատ կարևոր նախագիծ է։ Ինչպես դուք տեսաք, հանրային կոնսենսուս այս հարցի շուրջ մենք չենք կարող ասել, որ ամբողջովին կա։ Այսօր քաղաքացիական պայմանագրի խմբակցության մի քանի պատգամավորներ չկարողացան ներկա գտնվել նիստին, դրանով պայմանավորված նիստը հետաձգեցինք։ Նախագծի հեղինակ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանն ասում է, սակայն այս շաբաթ արդեն նորից կհավաքվեն եւ հավանություն կտան իր հեղինակած նախագծին, որով առաջարկվում է կրճատ ժամկետով ծառայություն սահմանել գումարի դիմաց։ 18 միլիոն դրամ վճարելու դեպքում զինծառայությունը կսահմանափակվի 4 ամսով, 24 միլիոնի դեպքում միայն 1 ամսով։ Սարգսյանի առաջարկած եւ կառավարության հավանության արժանացրած նախագծով կա նաեւ մի կետ նախազորակոչային տարիքի տղաների վերաբերյալ։ Մինչև 16 տարեկան տղաները պետությանը մեխանիկորեն 15 միլիոն դրամի պարտք կունենան, որը կզրոյացվի, երբ նրանք կհաշվառվեն զինծառայության համար կամ կվճարեն այդ գումարն ու կհրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից։ Հայկ Սարգսյանն այսօր Ազատության հետ զրույցում ուշագրավ հայտարարություն արեց, նշելով, որ ցանկանում են նախագիծը հնարավորինս արագ օրենք դարձնել մինչև ամառային զորակոչը, քանի որ նախաձեռնությունը փաստացի ազդել է Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու ծրագրեր ունեցողների վրա, արագացնելով դիմումները։ Լսելով օրենսդրական նախաձեռնության մասին, կան ազդակներ, որ շատերը փորձում են միջև օրենքի ուժի մեջ մտնել հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, ինչը պետք է մենք թույլ չտանք, որպեսզի մի քանի տարի հետո չունենանք լրջագույն խնդիր բանակի զորակոչի հետ կապված, որը արդեն իսկ ունենք։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Գեգամ Մանուկյանը սակայն կասկածում է, որ օրենքը եթե անգամ ընդունվի, կսկսի այդքան շուտ գործել։ Նախ ասում է, ըստ նախագծի սահմանափակ թվով զորակոչիկներ կկարողանան գումարով ավելի կարճ ծառայել, բայց թե ինչպես են այդ զորակոչիկները ընտրվելու, կառավարությունը դա էլ դեռ չի պատկերացնում։ Իրենք դեռ չգիտեն ովքեր կարող են այդ գումարով ազատվելու հնարավորությունից օգտվել։ Մեկ ասում է վիճակահանություն, այսինքն գործակործով թող բան անեն, 7 քարով վիճակահանություն անեն, թե ովքեր են ազատվելու, եթե վճարեն 24 միլիոն դրամը։ Այսինքն ամբողջությամբ ձևախեղված, չպատկերացված նախագիծը բերել է շրջանառության մեջ։ Բացի այդ, ընդդիմադիր պատգամավորն ասում է, իրենք պատրաստվում են սահմանադրական դատարան դիմել, քանի որ օրինագիծը հակասում է սահմանադրությանը։ Սա հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։ Ազգային ժողովը նույնիսկ կողմ քվեարկեր, մենք պատրաստվում ենք գործընկերներով դիմել սահմանադրական դատարան, որտեղ Հայաստանի Հանրապետությունում շեշտվում է բոլորը հավասար են օրենքի առաջ, անկախ սոցիալական, սեռային, ռասայական եւ այլ պատկանելությունից, իսկ այս օրենքի նախագծով հարուստ մարդը կարող է բանակում չծառայել սահմանադրությամբ հայրենիքի նկատմամբ պարտք չկատարել, ոչ հարուստ մարդը պարտավոր է գնալ ծառայել։ Արմեն Խաչատրյանը սակայն ասաց, չնայած հնչող քննադատության, այդ թվում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մտահոգություն հայտնող հայտարարությանը, իրենք օրինագիծը շրջանառությունից չեն հանելու։ Նախագծից չեն կարող հրաժարվել, որովհետև կա վիճակագրություն, կա խնդիր։ Կարծում են, հավաքվելիք գումարով կլուծեն պայմանագրային զինծառայողներին վճարելու հարցը։ Բացի այդ, գումարով քիչ ծառայողները պահեստազորում կհաշվառվեն եւ անհրաժեշտության դեպքում կհամալրեն բանակի շարքերը։ Այսինքն այդ ռեսուրսը մենք չենք կորցնում։
Այդպես չի, որ կարճ ծառայեց, վերջ, ինքը այլևս Հայաստանի Հանրապետության պաշտպանության հետ կապված բան չունի։ Չնայած քննադատությանը Հայկ Սարգսյանն ընդհանրապես համաձայն չէ, որ նախագիծը բացասական է ընդունվել։ Հակառակը կարծում է, որ սա սպասված նախագիծ է եւ որ առաջիկայում կփորձի օրինագծի վերջնական տարբերակում պակասեցնել քիչ ծառայելու դիմաց պահանջվող գումարի չափը։ Ես չեմ ընդունում, որ բուռն քննադատություններ կան, օրենքի նախագիծը ոչ միայն պետք է ընդունվի, այլ ուշացած է եւ շատ լավ կլիներ, եթե մենք այն ընդունեցինենք տարիներ առաջ։ Սա առաջին անգամը չէ, որ նման նախաձեռնություն է առաջ քաշվում։ Հայկ Սարգսյանը նաեւ 2019-ին էր առաջարկել 10 միլիոն դրամ վճարել եւ 1 ամիս ծառայել, բայց այդ ժամանակ պաշտպանության նախարարությունը սկզբունքորեն դեմ էր։ 2022 թվականին սակայն հենց պաշտպանության նախարարությունն էր առաջարկել 24 միլիոն դրամ վճարել եւ 4.5 ամիս ծառայել։ Այդ ժամանակ էլ նախատեսվում էր, որ վճարված գումարը պետք է գնար պայմանագրային զինծառայողներին վճարելուն։ Սակայն սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայից հետո բանակում չծառայելու համար գումար վճարելու կետերը նախագծից հանվեցին, մնաց միայն պայմանագրային ծառայության անցնելու ծրագիրը։ Երևանում ծանոթացել են Ռուբեն Վարդանյանի դեմ գործի մանրամասներին։ Բաքվի դատարանի առջև կանգնած Արցախի նախկին պետնախարարին Ադրբեջանը ծանրագույն հանցանքների մեջ է մեղադրում։ Նա զրկված է իր իրավունքները իր ուզած փաստաբանների միջոցով ու հրապարակային պաշտպանելու հնարավորությունից, ոչ թե ադրբեջանական քարոզչական ալիքների եթերում։ Իրավական հիմք չկա, միայն քաղաքական շարժառիթներ են։ Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանի ծավալուն մեղադրանքից 230 էջին ծանոթանալուց հետո հայտարարում է Վարդանյանի միջազգային իրավական թիմի անդամ ու ընտանիքի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Ըստ էության էթնիկ հայ լինելը եւ սեփական հայրենիքում ինքնորոշման ուղղված գործունեություն իրականացնելն է, որ դիտվել է որպես հանցագործություն։ Իրավապաշտպանը մեղադրանքից մի քանի այլ դրվագներ է առանձնացնում։ 150,000 բնակիչ ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այստեղ որակված է որպես հանցավոր կազմակերպություն։ Ինքնորոշման իրավունքի համար պայքարը ատելության հրահրում են անվանում։ Իսկ 2023-ին ընդամենը 3.5 ամիս պաշտոնավարած Ռուբեն Վարդանյանը պատասխանատու է համարվում 30 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար։ Արցախի նախկին պետնախարարը մեղադրվում է նաև սահմանն ապօրինի հատելու համար, այնինչ եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժ էր նախատեսված։ Բաքվի իրավապահները հանցավոր կառույց են հռչակում նաև մարդասիրական Ավրորան։ Ադրբեջանը այդ հիմքեր չի գտել, փորձել է պարոն Վարդանյանի հետ առնչություն ունեցող նախաձեռնությունները որակել որպես ահաբեկչության ֆինանսավորում իրականացնող նախաձեռնություններ։ Շատ հայտնի այս նախաձեռնությունը, որ օգնություն է տրամադրում տարբեր աղետներից տուժած մարդկանց, Ադրբեջանը տերորիստական է դարձրել ոչ միայն այն պատճառով, որ Վարդանյանին վերագրելու այլ հանցանքներ չեն գտել։ Ավրորան սկիզբ է առել ընդդեմ ցեղասպանությունների եւ ըստ իրավապաշտպանի Բաքուն այստեղ Թուրքիայի հանդեպ բարեհաճություն է ցուցադրում։ Ադրբեջանական այս մոտեցումը որոշակի չափով սպասարկում է նաև թուրքական շահեր։ Իրավաբան ու Արցախի նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանի խոսքով Բաքվից ստացված այս մեղադրականը եւս մի ապացույց է այն բանի, որ ամենամեծ ջանքերը գործադրելով հանդերձ ստացվել է դատարկ մի տեքստ։ Եվ այդտեղ իմաստ փնտրելն ըստ իրավաբանի կնշանակի ադրբեջանական թակարդն ընկնել։ Ռուբեն Վարդանյանի այսպես կարևորությունը Ադրբեջանի համար Ռուբեն Վարդանյանի կշիռն է, միջազգային անունն է, հեղինակությունն է, փորձում են մաքսիմալ օգուտ ստանալ Ռուբեն Վարդանյանի հենց կշռից։ Ըստ Ներսիսյանի Արցախի նախկին պետնախարարի գործը հենց այս նպատակով է առանձնացվել մյուս գերեվարվածների գործից։ Վարդանյանին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է եւ լավ առիթ է Բաքվի համար սակարկելու։ Կարող են լինել ամենատարբեր այլ, չգիտեմ, միջնորդություններ, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանն ուղղված խնդրանքներ։ Ըստ իրավաբանի հայ գերիների դատերում արդարադատություն սպասել է խելամիտ չէ, որովհետև Բաքվի նպատակները միայն քաղաքական են։ Ըստ Ներսիսյանի, թեպետ այժմ միջազգային հարթակներում Արցախի հարցով քննարկումներ չկան, միևնույնն է Ադրբեջանը փորձում է ջնջել արցախյան գործընթացի էջը, ազատվել դրանից։ Դատարանում նաև Արցախի 3 նախագահներն են նրանց հետ թեպետ միջնորդավորված, բայց Բաքուն էլ է բանակցել։ Ադրբեջանը շատ լավ գիտի, որ տևական ժամանակ այս անձանց հետ անուղղակիորեն որոշակի այսպես քննարկումների մասնակից են եղել այդ անձինք
եւ բնականաբար համանախագահող երկրների անդամները ինչու են հանդիպել Արցախի ներկայացուցիչների հետ։ Առաջին նրանք ընդունվել են որպես Արցախի ներկայացուցիչներ, պաշտոնական ներկայացուցիչներ, եւ ըստ էության նրանց հետ այս կամ այն հարցերի շուրջ քննարկումներ են տեղի ունեցել։ Ադրբեջանը փորձում է այդ ամեն ինչը մաքրել։ Իրավական ներկայացվող այս ամբողջ գործընթացի նպատակը հենց սա է, չի կասկածում Ներսիսյանը, վստահ, որ հայ գերիների նկատմամբ այս կեղծ պրոցեսով ու ի վերջո դատական ակտով Ադրբեջանը փորձելու է նաև ապագայի համար փակել Արցախի հարցը։ Դատավճիռներ թափահարի, թե նրանք հանցագործներ են, ինչ իրավունքների ու գոյության համար պայքար։ Աշխարհը շատ արագ փոփոխվում է եւ շահերի համընկնումն ու շահերի միջև բախումներն էլ այսօր հարատև չեն իրավիճակները եւ Ադրբեջանը հասկանում է, որ այդպիսի հարց կարող է առաջանալ թե այսօր, թե վաղը։ Այսօր Բաքվի զինվորական դատարանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ու մի քանի խաղաղ բնակիչների շուրջ 15 հոգու դատն էր։ Վաղը շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։ Իդեպ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շուրջ 2 ամիս է բոլոր հայ գերիներին չի այցելել, միայն մի մասին։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի տեղեկացմամբ Ադրբեջանը Ստրասբուրգի դատարան է դիմել ըստ Սահակյանի ցուցադրական ու շինծու նկարներ ու կեղծ ապացույցներ ներկայացրել հայ գերիների պահման պայմանների վերաբերյալ։ Նպատակն այն է եղել, որ միջազգային դատարանին համոզի, թե անհապաղ միջոցի վերացման ժամանակն է, վերահսկողության կարիք չկա, հայ գերիների իրավունքները երաշխավորված են։ Օրեր առաջ Ստրասբուրգի դատարանը մերժել է Բաքվի այդ դիմումը։ Միջազգային լրահոսից Իսրայելի հարվածը Գազայի դպրոցին, որտեղ հապաստանել էին տեղահանվածները, առնվազն 20 մարդու կյանք է խլել, տասնյակները վիրավոր են։ Իսրայելն ուժեղացրել է ռազմական գործողությունները շրջափակված տարածքում, հայտարարելով, թե ոչնչացնելու է Համասի ռազմական եւ կառավարչական հնարավորությունները ու վերադարձնելու է պատանդներին։ Պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանը մեկ օրում օդային ամենախոշոր հարձակումն է իրականացրել, Իսկանդեր, կալիբր եւ բալիստիկ այլ հրթիռներով ու անօդաչուներով լայնածավալ գրոհը Ուկրաինայի բնակավայրերի, այդ թվում Կիևի վրա էր, 12 մարդ զոհվել է։ Գիշերվա հարձակումների ֆոնին Միացյալ Նահանգների նախագահը քննադատել է Վլադիմիր Պուտինին, ասելով, որ նա լրիվ խելագարվել է։ Նա շատ մարդկանց է սպանում եւ չգիտեմ, թե ինչ է պատահել Պուտինի հետ։ Ես նրան վաղուց եմ ճանաչում, միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել նրա հետ, բայց նա հրթիռակոծում է քաղաքները եւ սպանում մարդկանց, եւ դա ինձ ընդհանրապես դուր չի գալիս։ Դոնալդ Թրամփը համաձայնել է մինչև հուլիսի 9 երկարաձգել Եվրամիությունից ներմուծվող ապրանքների նկատմամբ 50% մաքսատուրք սահմանելու վերջնաժամկետը, հնարավորություն տալով Վաշինգտոնի եւ 27 անդամ ունեցող դաշինքի միջև բանակցություններին, լրացուցիչ ժամանակ խնդրել էր Եվրամիությունը։ Եվ Երևան վերադառնանք, քաղաքապետարանը երկրորդ անգամ պարտվել է դատարանում, կայանման կարմիր գծերի շեշտակի թանկացումը նորից ճանաչվել է ապօրինի, բայց վարորդները կարծես դեռ չպիտի շտապեն ուրախանալ։ Անգամ է անվավեր ճանաչում տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու որոշումը, այս անգամ եւս մերժելով կարմիր գծերը շեշտակի թանկացնելու Երևանի իշխանության հիմնավորումները։ Առաջին անգամ նման վճիռ եղել էր 2024 թվականի դեկտեմբերի 19-ին, սակայն ի տարբերություն նախորդ տարվա, դատարանն այս անգամ ոչ թե 1 տարի, այլ մի քանի ամիս քննեց գործը։ Առաջին գործը քաղաքապետարանը բողոքարկեց, վճռաբեկում է։ Ուրեմն քանի դեռ առաջին որոշումը վերաքրիչ է վճռաբեկացիաներով չի անցել եւ չի ստացել օրենքի ուժ, այսպես ասենք, եւ ուժի մեջ չի մտել, քանի տարի իրենք բերեն, մենք այդքան տարի դատական կարգով բողոքարկելու ենք։ Ճիշտ է, դատարանն անվավեր է ճանաչում Երևանի քաղաքապետարանի որոշման դրույթները, բայց քաղաքացու կյանքում բան չի փոխվելու եւ շարունակելու են կարմիր գծերի համար վճարել 300-ից մինչեւ 160,000 դրամ։ Երևանի ավականին յուրաքանչյուր տարվա համար է որոշում ավտոկայանատեղիների գինը, իսկ քաղաքապետարանն անընդհատ բողոքարկում է, դատական ակտը մնում է անկատար։ Այս անգամ էլ Երևանի քաղաքապետարանը նույն ճանապարհով է գնալու։ Տիգրան Ավինյանի խոսնակը գրառմամբ է հայտարարել։ 2025 թվականի մայիսի 23-ին վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Երևան քաղաքի այսպես կոչված կարմիր գծերի համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավականու որոշման մի շարք դրույթներ։ Տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նշված որոշումը կբողոքարկվի։ Քաղաքապետարանն արհեստականորեն ձգձգում է գործընթացը։ Գործը դատարան ներկայացրած ընդդիմադիր խմբակցության ներկայացուցչի գնահատականն է։ Մայր Հայաստանից Մանուկ Սուքիասյանը նկատեց, դատականատյաններում իշխանություններին հաղթում են, սակայն քաղաքապետարանը օգտվելով օրենսդրական սողանքներից հարցի լուծումը մղում է անհայտ ժամկետով կարգավորման։ Բողոքարկել են վերաքննիչ թերությունների պատճառով վերադարձրել է,
փոխանակ թերությունները շտկեն եւ նորից գնան վերաքննիչ, վերաքննիչի թերի հայցը իրենք բողոքարկել են վճռաբեկը կպատասխանի հետո նոր կանդրադառնան վերաքննիչին, այսպես ասենք, ստացվում է դատաիրավական բռնոց են խաղում իշխանությունների հետ։ Քաղաքապետարանը ինչպես նախորդ այս անգամ էլ անհիմն է համարում դատարանի վճիռը, մինչդեռ Սուքասյանը հակադարձում է։ Բացատրական նկարագրական մասում ասվում է հետևյալը. կարմիր կետագծերը համարվում են ծառայություն։ Իսկ եթե դու քո ծառայությունը թանկացնում ես 13 անգամ, դու պետք է ցույց տաս քո մատուցած ծառայության ծախսային մասի եւս 13 անգամ թանկացում։ Այսինքն, եթե դու նույն ծառայությունը մատուցելու համար նախկինի համեմատ չես անում 13 անգամ ավելի շատ ծախս, քո թանկացումը ոչ իրավաչափ է։ Սրանից ավելի հոդաբաշխ եւ հասկանալի վճիռ չէր կարող լինել։ Ազատությունն անցած տարի արդեն պարզել էր, որ կարմիր գծերի թանկացումից հետո գանձումները 530 միլիոն դրամից հասել են 1.3 միլիարդի, եւ սա միայն տարեկան փաթեթներից։ Ժամավճարով վճարողները եռապատիկ ավելին են շարունակում վճարել եւ ով կենտրոնում օրինակ գործ ունի, այսպես թե այնպես պիտի գա։ Դա փայլում մշակված ֆինանսական աֆյորա է, որպեսզի մտնեն մարդկանց գրպանը, հավելյալ փող շորթեն եւ տնօրինեն ըստ իրենց հայեցողության։ Թե վարչական դատարանն արդեն 2 անգամ անվավեր է ճանաչել կարմիր գծերի սակագնի որոշման դրույթները, վարողները դեռ չեն կարող դիմել դատարան եւ պահանջել վերադարձնել իրենց ավելի վճարած գումարները։ Նախ վճիռը նման պահանջ չի ենթադրում եւ միայն այն ժամանակ, երբ վճիռը մտնի օրինական ուժի մեջ, հնարավոր կլինի դրա հիման վրա ներկայացնել անհատական կամ խմբային հայցեր։ Մանուկ Սուքասյանը հույս չունի, որ այս տարի վճիռն օրինական ուժի մեջ կմտնի, հիշեցրեց, որ քաղաքային իշխանությունն այս տարվա դեկտեմբերին կհաստատի 2026 թվականի դրույքաչափերը։ Ըստ նրա, քաղաքապետարանը դատական հայցերով խնդիրը նույնիսկ կտանի մինչև հաջորդ ընտրություններ։ Օրվա մյուս լուրերի համար այցելեք մեր կայքը ազատություն.am կամ բաժանորդագրվեք մեր էջերին սոցիալական ցանցերում, իսկ լրատվական կենտրոնում այսքանը կհանդիպենք։